Օբամայի տատին, հա։ Սա թագավորը չի, սա այն Արտակ բանդի թագավորը չի, կնյազը։ Ես էլ չգիտեմ ճիշտն ասած։ Չեմ հիշում, բայց Արա, լավ էլի։ Խելա։ չէ։ Կոլումբիացի։ Պատերազմի մասնակցող։ Էսի Մահամա Գանդի, հա։ Նելսոն Մանդելան։ Նելսոն Մանդելան։ Նելսոն Մանդելա։ 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 Հա, Մանդելա։ Ուզում եի։ Էթնիկական աստղ պիտի լինի, հələ։ Բանը չի են փոքր գալկին։ Այսա չգիտենք։ Չէ։ Իրանը չգիտեմ։ I don't know. Դերասան։ Դրանը չգիտեմ։ No idea. Էլի չեմ իմանա ով է։ Լավ չգիտենք։ Ագուծին, հա։ Ագուծինը չի։ Ես էլ չեմ հիշում։ Չգիտեմ։ Անդրեյ Գուբին։ Հա, Գուբին։ Գուբին, հա։ Անդրեյ Գուբին։ Գուբին։ Անդրեյ Գուբին։ Անդրեյ Գուբին։ Սպეციფიկ դեմքեր են։ Էլի ամերիկացի դերասան, բայց անունը չգիտեմ։ Չգիտեմ։ Ես դերասանի անունն էլ չգիտեմ։ Այս անցանք։ Չգիտեմ։ Երկիչ։ Չէ, դերասանա։ Так, ամերիկացի դերասան, բայց էլի անունը չեմ հիշում։ Մի հատ աղջիկ չկար այս քանի մեջ։ Չէ, դա չգիտեմ։ Այս է դերասանը ամերիկացի չգիտեմ անունը։ Իրանը չգիտեմ։ Գոնե մեկին ասեք ասենք էլի։ Չէ, չգիտեմ։ Դերասանա, բայց դրա անունը ո՞տեղից է։ Չեմ ճանաչում։ Also I don't know. Չգիտենք։ Չես բիջունե չգիտեմ։ Իսի դու ես։ Հոլիվուդյան։ Մալկովիչն է։ Ջոն Մարկովիչ։ Մալկովիչն է։ That is John Malkovich. Երկիչ, հա։ Սեն ռուս։ Հա, ավչու։ Չէ։ Դեռ չգիտենք, ես շխարը նկարում։ Զայցը։ I don't know his name. Ես Զայցևն է։ No. Գիտենք։ Ուրիշ փող Այսրան տարեք ուժը։ Արդյոք Պրինսը չէ։ Պրինս չէ, չեմ իմանա։ Սի Մայքլ Ջեքսոնի։ Ուրիշ։ Սի ռուսա, հա, ոնց որ Բայց գոմիկա։ Այսի դերասանը բաշեն չանա։ Դերասան։ Զվերևն անցանք։ Սերգեյ Զվերև։ Զվերևն է, Սերգեյ։ Սերգեյ Զվերև։ Սերգեյ Զվերև։ Զերև։ Զվերև։ Զվերև։ Զվերև, Սերգեյ Զվերև։ Էլի չեմ իմանա։ Անունը չեմ հիշում, բայց երկիչ։ Հաղորդավար է, ոնց որ Ես ֆուտբոլիստ է։ Չէ, ես բան է։ Հայ երկիչ է։ Ջայլ տղա է, լավ է երկես։ No. դերասան։ I have no idea. Էսի բանն է, Վարդան Բադալյան, հա, վերջապես մեկը իմացանք։ Վարդան Բադալյան։ Վարդան Բադալյան։ Վարդան Բադալյան։ Վարդան Բադալյան։ Հա, այս մեր երկիչն է, Բադալյան, Վարդան։ Այս էլ հայ երկիչ։ Վարդան Բադալյան։ Վարդան Բադալյանն է։ Վարդան Բադալյան։ Վարդան Բադալյան։ Վարդան Բադալյան։ Վարդան Բադալյան։ Վարդան Բադալյան։ Վարդան Բադալյան։ Կինոմանները նրան հիշում են հատկապես վտանգավոր կապեր գեղարվեստական ֆիլմից, որտեղ նա մարմնավորում էր սրտակեր Վալմոնի կերպարը։ Խոսքն իհարկե թատրոնի եւ կինոյի ամերիկացի դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր, կրկնակի օսկարակիր Ջոն Մալկովիչի մասին է։ Նրան նկատեց եւ իր ֆիլմերում նկարահանեց հանրահայտ Բերնարդո Բերտոլուչին։ Հենց այդ ֆիլմի իր դերակատարման համար էլ Մալկովիչն արժանացավ իր երկրորդ Օսկար մրցանակին։ 99 թվականին Մալկովիչը հրաշալիորեն կերտեց ինքն իր կերպարը մեծ աղմուկ հանած լինել Ջոն Մալկովիչ ֆանտաստիկ ֆիլմում, եւ չնայած իր գլխապտույտ կինոկարիերային, Ջոնը շարունակում է թատերական կարիերան։ Ջոն Մալկովիչ 18%։ Fourth, the fifth, the minor fall, the major lift.
the baffled king composing hallelujah, 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 hallelujah. 80-ականների վերջին ռուսական էստրադայում հայտնվեց մի երիտասարդ երգիչ, ով երգում էր թափառաշրջիկ տղայի մասին։ Շատ կարճ ժամանակահատվածում նա, Անդրեյ Գուբինը, մեծ մասսայականություն ձեռք բերեց եւ Ռուսաստանում նրան ճանաչում էին գրեթե բոլորը։ Գուբինը 1994 թվականին մասնակցեց Սլավուտիչ 94 մրցույթին, որտեղ էլ ծանոթացավ հանրահայտ Լեոնիդ Ագուտինի հետ։ Հենց վերջինիս օգնությամբ էլ լույս տեսավ Գուբինի առաջին ալբոմը։ Այնուհետև մեկը մյուսի հետևից ձայնագրվեցին նրա մյուս ալբոմները, բայց шутով Գուբինն անհետացավ էստրադայից նույնքան արագ, որքան հայտնվել էր։ Անդրեյ Գուբին, 30%։ Не спеши, постой, погоди, немного, но зовет его дальняя дорога. Что же ты ищешь, мальчик-бродяга, в этой забытой Богом стране? Что же тебя снова манит куда-то, что ты так ясно видел во сне? Ռուս դիզայներ, վարսահարդար, դիմահարդար, ոճաբան ու նաև երգիչ, եթե այդպես կարելի է անվանել յուրաքանչյուր երգող մարդու։ Էքստրավագանտ անձնավորություն, ով համագործակցում է այնպիսի հանրահայտ աստղերի հետ, ինչպիսիք են Վալերի Լեոնտևը, Լայմա Վայկուլեն, Իրինա Պանարովսկայան։ Բացի այդ, նա ռուսական գլամուրի թագուհի Քսենիա Սոբչակի եւ պրիմադոննա Ալլա Պուգաչովայի անձնական ոճաբանն է։ Երբեմն տարօրինակ եւ աչքի զարնող արտաքինով այս մարդու անունն է Սերգեյ Զվերև։ Սակայն հարցվածների շրջանում այսօր նրան բոլորը չէ որ ճանաչեցին։ Սերգեյ Զվերև, 39%։ Ой, какие глазки, ой, какие губки, ой, какие волосы, это ж нереальный случай. Ой, какие ножки, ой, какие ручки, ой, какие волосы, это ж нереальный случай. Вера, Вера, режь не папера, хочешь буду у тебя первым. Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների ամենահայտնի պաշտպաններից մեկը ապարտեիդի շրջանում, ինչի համար 27 տարի մնաց բանտում։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելա։ 94-ամյա Մանդելան թողնելով քաղաքականությունը զբաղվում է հասարակական գործունեությամբ եւ գրում գրքեր։ Նա արժանացել է բազմաթիվ եւ բազմապիսի մրցանակների տարբեր երկրների կողմից։ Իսկ 2009 թվականին ՄԱԿ-ի ասամբլեան հուլիսի 18-ը հռչակեց Նելսոն Մանդելայի օր, ի նշան խաղաղության եւ ազատության գործում նախկին նախագահի մեծ ավանդի։ Այսօր մեր հետ շքերթի շրջանակներում Մանդելան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Նելսոն Մանդելա, 52%։ В 1993 году Нельсон Мандела и президент ЮАР Фредерик де Клерк были удостоены Нобелевской премии мира за их усилия положить конец апартеиду. В мае 1994 года Мандела был избран президентом ЮАР. В своей речи он заявил: «Мы обязуемся построить общество, в котором все южноафриканцы, белые и черные, смогут без всякого страха идти с высоко поднятой головой». Հայկական շոու բիզնեսի աստղերը սովորաբար գրավում են մեր առաջին հորիզոնականները։ Իրավիճակն այս անգամ մի փոքր այլ է։ Վարդան Բադալյան, նա մի շարք մրցույթների մրցանակակիր է։ 2006 թվականին ԸՆՑ համահայկական մրցույթի ժամանակ արժանացել է Grand Prix, 2007-ին ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տարվա հայտնություն մրցանակին, 2008-ին Միացյալ Նահանգների կատարողական արվեստների փառատոնի ժամանակ երկրորդ մրցանակի, իսկ այսօր հայտնվեց մեր հիթ շքերթի առաջին հորիզոնականում։ Վարդան Բադալյան, 65%։ Ერთ համակնեմ ես սարուծոր իմ յանխորոտ է բուջու, բերեմ քեզի կարմիր խնձոր, քեզի բերեմ սառը ջուր, բերեմ քեզի կարմիր սոլեր, քեզի բերեմ շորեր խաս, որ դու հագնես սերթան չորեր ընձի համով բակնտաս։ Եվ այսպես մեր այսօրվա հաղորդման ընթացքում հաղթեցին Ռուբեն Գալաստյանը բժիշկ եւ Անժելա Աբելյանը իրավաբան, քանի որ նրանք ճանաչեցին ցուցադրված բոլոր 5 լուսանկարները։